Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր ձեզ հետ ուզում եմ կիսվել մի չքնաղ բաղադրատոմսով, պատրաստելու ենք տնական կետչուպ, որը շատ համեղ է ստացվում, յուրահատուկ համ ունի, հուսով եմ կպատրաստեք և կդադարեք գնել խանութից կետչուպներ, որոնց ծագման մասին ոչ մի բան չգիտեք։ Դեռ իմ կետչուպը տաք է, դրա համար մի փոքր ջրիկոտ է, բայց ինքը սառելու պես էլ ավելի է պնդանալու։ Բաղադրատոմսը շատ հեշտ է, քիչ անց կտեսնեք։ Ինչ ես ցույց կտամ բաղադրատոմսը, բաղադրիչները, թրեի բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված չեք, դնել լայքեր, գրել մեկնաբանություններ, թե ինչ գնացինք պատրաստելու մեր կետչուպը։ Թե ինչ սկսում ենք պատրաստել կետչուպը, նկարներից տեսակ, որ այսօր պատրաստում եմ կետչուպ իմ բաղադրատոմսով և ձեզ եմ ներկայացնում։ Պատրաստում եմ այսպիսի մի լավ մեծ կաթսը։ Սկզբի համար ինչ եմ արել, լոլիկները կտրատել եմ այսպես, ոնց պատահել է, և կարմիր պղպեղն եմ կտրել։ Դրել եմ գազօջախին, առանց ջուր, առանց ոչ մի բան։ Հիմա ինքը կփակեմ կափարիչով և մի փոքր եփելուց հետո լոլիկներն ու պղպեղը կտա իրենց հյութը, որից հետո կավելացնեմ մնացած բաղադրիչները։ Մնացած բաղադրիչները նույնպես ցույց կտամ։ Հիմա թող մի փոքր ինքը հյութը տա և նստի մեր բանջարեղենը, որից հետո ցույց կտամ ինչ ենք անելու։ Շատ հեշտ է պատրաստվում, շատ արագ։ Արդեն լավ եփվել են լոլիկն ու պղպեղը, տեսեք ինչքան է նստել։ Հիմա ինձ մնում է մի հատ խառնել, որպեսզի տակը չկպնի ու ավելացնեմ մնացած բանջարեղենները։ Մեզ հարկավոր է սող։ Նաև ավելացնում եմ կծու կարմիր պղպեղ, եթե կծվի սիրահար չեք, կարող եք չավելացնել, մենակ սոխ ավելացնել։ Հիմա սրանք նույնպես պետք է լավ փափկեն եւ վեն, այսպես ասած, որպեսզի կարողանամ բլենդերով անցկացնել հետո եւ մաղով։ Այնպես որ մնացեք ալիքումս մինչև վերջ, որպեսզի տեսնեք ինչպես եմ պատրաստում։ Հիմա նույնպես կխառնեմ եւ կթողնեմ, որպեսզի ամբողջովին եփվի։ Միշտ տեսեք ինչքան հյութ է տվել լոլիկն ու պղպեղը, դրա համար ընդհանրապես ջուր չենք ավելացնում, որ ավելի նոր թեղուկ չլինի եւ կետչուպները ստացվեն ավելի պինդ եւ ջրիկ չլինի։ Տեսեք երեխեք ջան, արդեն լավ եփել է ինքը, ամբողջովին բոլոր բաղադրիչները եփված են։ Ինչ եմ անում։ Առաջին անգամ արդեն այսքան հեղուկ, այդ մի րոպե, այսպես անեմ, որ երևա, այսքան հեղուկ արդեն հավաքել եմ։ Հիմա մի փոքր եմ հավաքում, այսպես դնում եմ եւ որպեսզի մենակ այս հեղուկը հանեմ։ Ինչի համար եմ սա անում, որպեսզի կետչուպը պինդ լինի եւ հարկավոր չլինի էլոսլա ավելացնել։ Դրա համար այս հեղուկը հյութը առանձնացնում եմ։ Այսպես առանձնացնեմ ավելորդ հյութը։ Այս ամբողջ հյութը տվել է պղպեղը եւ լոլիկները։ Կարող ենք այս ամբողջ հեղուկը թողնել օսլա լցնել, բայց ես չեմ ուզում օսլա լցնեմ, դրա համար այս հյութը ավելի հեռացնում եմ։ Արդեն բավականաչափ պինդ է։ Հիմա մի հատ կանջատեմ և բլենդերի օգնությամբ կբլենդեմ, որից հետո ցույց կտամ ինչ եմ անելու։ Այստեղ արդեն մնացած բաղադրիչներն է, որը բլենդերուց հետո ցույց կտամ ինչ ենք անելու։ Հիմա ինչ եմ անում, բլենդերից հետո քամիչով անցկացնում եմ, որպեսզի սերմերը, կեղևը, լոլիկի, պղպեղի չմնա, ճիշտ այսպես է կարող եմ թողնել, բայց ես ուզում եմ, որ հավասարաչափ լինի կետչուպի նման,
առանց որևիցե հատիկների ու սերմերի։ Դրա համար հիմա քամիչով կանցկացնեմ, որից հետո կաթսան կլվանա ամբողջովին, նոր կդատարկեմ մեջը, որպեսզի եփվի մնացածը, ինչ որ պետքա, ինչքան պետքա եփվի։ Քանի որ ինքը բլենդերած է, շատ հեշտությամբ մաղից դուրս է գալիս։ Եվ այսպես, կաթսեն արդեն լավ մաքուր լվացել եմ, որպեսզի մեր արած գործը չընկնի ջուրը եւ հատիկներ չմնան, բնականաբար մնալու է հատիկները, եթե չլվանանք, այդ ամբողջ հատիկները լցվելու է կետչուպի մեջ եւ մեր արած գործը ընկնի ջուրը։ Հիմա մաղած մաքուր կետչուպը լցնում եմ հետ կաթսայի մեջ։ Բաղադրությունը շատ լավն է, բնականաբար եփվելուց հետո էլ ինքը կպնդանա եւ շատ լավ կետչուպ կստացվի։ Այս կետչուպի ամենաերկար գործը, որ անում ես, մաղով, քամիչով անցկացնելն է, թե չէ շատ հեշտ ինքը պատրաստվող տարբերակ է։ Տեսեք, ամբողջ կաթսայից կեսը մնաց, ինչքան բանջարեղեն կար, հիմա ինչքան կետչուպ ենք ստացել։ Հիմա մեզ ինչ է հարկավոր։ Արդեն ասում եմ համեմունքներին։ Համեմունքներից աղ, շաքարավազ, դարչին, այսպիսի համհատիկ դարչին եմ ավելացնելու եւ այսպիսի դարչին, աղացած։ Կարիանդր, սա երևի համեմի սերմն է, չգիտեմ, գրեք, եթե իմացողներ կան։ Կարիանդր եմ ավելացնելու, մեխակ, մի քանի հատ եւ չորացրած սխտոր։ Նաեւ եւ կծու պղպեղ դրել եմ, հիմա կփորձեմ համը, եթե կծվությունը հերիք չլինի, նաեւ այսպես մի երկու հատիկ էլ այսպես կգցեմ պղպեղներից, հետո կհանեմ։ Հիմա աղն եմ ավելացնում, չափաբաժինները բոլորը կլինեն ինֆոբոքսում։ Ամբողջը կգրեմ 2 կիլոգրամ լոլիկի համար։ Բայց միևնույն է, հիմա կեռա, ես համը կտեսնեմ, եթե պետք լինի կավելացնեմ, այնպես չի, դուք էլ կարող եք եռալուց հետո համը փորձել, որից հետո նոր այս սերմերը, ափսոս հիմա բան չունեմ, փաթաթեմ, որպեսզի ամբողջովին չտարածվի մեջը։ Հիմա մի րոպե մտածեմ ինչի մեջ փաթաթեմ այս ամբողջը, որ հատիկները չմնան կետչուպի մեջ, որովհետև ուտելու ժամանակ այդքան էլ հաճելի չի լինում։ Հիմա փոշին աղացած համեմունքները կավելացնեմ, սխտորը նույնպես կավելացնեմ, էլի կփորձեմ, հետո նոր կավելացնեմ։ Հիմա մոռացել էի ասեմ, որ մեզ հարկավոր է կլոր սև պղպեղ եւ հոտավետ պղպեղ նույնպես։ Հիմա մի րոպե մտածեմ ինչի մեջ եմ փաթաթում այս ամբողջը լցնում եւ միանում։ Այսպիսի պարկի մեջ եմ լցնում բոլոր հատիկավորները։ Նաև մոռացել եմ ավելացնել մուսկատնի ընկույզի համեմունքը։ Հիմա այսպես
Սա կկապեմ թևից, այս բռնակից, որպեսզի չկորի և կիչացնեմ կետչուպի մեջ, այսպես։ Վերջ հիմա միացնում եմ։ Միացնում եմ, որպեսզի եռանա։ Մեզ նաև պետք է ավելացնել քացախ, բայց քացախը կավելացնեմ հենց սկսի եռալ։ Դեռ հարկավոր չի ավելացնել։ Թող եռա, մի հատ համերը տեսնեմ։ Ինչ ավելացնելու ավելացնեմ և վերջնական դնեմ եփվելին։ Տեսեք արդեն ինչքանը եփել և քչացել է, այսքանը ինքը գոլորշացել է, ինքը արդեն շատ լավ պինդ վիճակում է, բայց մի փոքր եմ ուզում եռացնեմ, որ լավ պինդ լինի։ Ինքը դեռ տաք է, այդպես ջրիկ է երևում, արդեն փորձել եմ ափսեի վրա սառեցնեմ, լավ պնդանում է։ Հիմա ինչ եմ անում։ Ավելացնում եմ խնձորի քացախ, 6%-անոց, բայց դե կարող եք 9 էլ ավելացնել, ուղղակի մի փոքր քիչ։ Եվ վերջնական կեռացնեմ քացախից հետո ու կլցնեմ տաք-տաք բանկաները արդեն։ Հիմա մի հատ էլ համը կտեսնեմ։ Ընտիրա։ Դեռ կարելի է մի հատ էլ ավելացնել։ Բանկաներս արդեն լվացած մաքուր են, հիմա սկսում եմ լցնել բանկաների մեջ։ Դե ինչ իմ կետչուպը արդեն պատրաստ է, հիմա լցնում եմ բանկաները և վերջ։ Ինքը նույնիսկ այսպես տաք վիճակում շատ պինդ է, սառելուց հետո բնականաբար էլ ավելի պինդ է լինելու։ Դե ինձ սիրելի բաժանորդներ, հուսով եմ հավանեցիք բաղադրատոմսը, կսպասեմ ձեր արձագանքներին, գրեք տեսնեմ ինչպես եք դուք պատրաստում և ովքեր որ կպատրաստեն իմ բաղադրատոմսով, գրեք տեսնեմ հավանեցիք թե ոչ։ Դե ինչ այսօր այսքանը, հաջողություն, միշտ նոր հետաքրքիր և համեղ հանդիպումներ։